7-րդ դարի տոմարագետ Անանյա Շիրակացին բարձր հայքը բնութագրում է որպես աշխարհի գագաթ։ Նույն Անանյա Շիրակացին է, որ նկարագրում է, թե ինչպես հայերի նախնի Վահագնը ձմեռվա խիստ ցրտաշունչ պահին իր ազգի համար հարդ է գողանում եւ հարդը թափում է եւ որից առաջանում է հարդագողի ճամփան եւ այդ հարդով բերում տաքացնում է իր ժողովրդին։ Սա բացի դիցա առասպելաբանական մի գեղեցիկ երևույթ լինելուց նաեւ մի հետաքրքիր դարձյալ արարչագործության հետ կապված պահ է պարունակում։ Ինչ է նշանակում հայերի նախնի Վահագնը իր ժողովրդին փրկում է։ Սա նշանակում է, որ աստվածները ոչ միայն ստեղծեցին հայոց ցեղը, այլև այդ ցեղին տեր կանգնեցին։ 20-րդ դարասկզբի եվրոպացի աստղագետները գրել են, որ կենդանակերպի նշանները, զոդիակի նշանները կարող էին ձևավորվել միայն մի այնպիսի երկրում, որը գտնվում էր հենց այն բնատարածքում, որը համապատասխանում է մեր հայկական բարձրավանդակին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ աստվածները հայկական բարձրավանդակի ցեղին տվեցին նաև տիեզերքի մասին մեծ գիտելիքներ։ Հատկանշական է, որ հին առաջավոր ասիական մեկ այլ սկզբնաղբյուր քանանական մի ազգի խեթական տարբերակում ուղղակի նշվում է աստվածների վայրի տեղը, աստվածների ժողովի հավաքատեղին։ Դա արևմտյան եփրատի, որը բնագրերում հանդես է գալի Մալա անունով, արևմտյան եփրատի ակունքն էր։ Հետաքրքիր է, արևմտյան եփրատը սկիզբ է առնում հենց բարձր հայքից, որը հայկական սկզբնաղբյուրներում ևս դրախտաշխարհն է։ Աշխարհացույցում բարձր հայքի մասին նշվում է, որ ինչպես վկայում է իր իսկ անունը, այն բարձր է ոչ միայն մեծ հայքի բոլոր տարածքներից, այլև ամբողջ աշխարհից, եւ դրա համար էլ բարձր հայքը կոչվում է աշխարհի գագաթ, եւ բարձր հայքից սկիզբ են առնում 4 կետեր, որոնք ոռոգում են ամբողջ աշխարհը, ճիշտ այնպես, ինչպես Աստվածաշնչի եդեմական գետը, որ բաժանվում էր 4 մասի եւ ոռոգում ամբողջ աշխարհը։ Ուրեմն ինչ եղավ այդ դրախտում։ Մենք գիտենք, թե ինչպես արգելված պտուղի ճաշակումը եղավ, ինչպես դուրս հրավիրվեց Ադամը, ինչպես այսինքն մարդը դրվեց առաջին անգամ այդտեղ եւ փաստորեն առաջի երկխոսությունը մենք լսում ենք հենց դրախտում։ Պարզ է, Ադամին պատվեր է տալիս Աստված, ինչ անուններ որ կտնես կենդանիների վրա, այն կմնա, չուտես այս ծառից, կամ ասեն ուր ես Ադամ, Օծի եւ կնոջ երկխոսությունը եւ այլն եւ այլն, այսինքն առաջի սյուժեները մարդկային ցեղի զարգացմանք մենք տեսնում ենք հենց դրախտում։ Հայկական լեռնաշխարհը որպես աստվածների տարածք, աստվածների բնակատեղի հանդես է գալիս նաև Աստվածաշնչում, հայտնի է Աստվածաշնչյան Եզեկիելի գրքում աստվածների ժողովի տարածք, ժողովի լեռ որպես հայկական լեռնաշխարհը, որը գտնվում էր հյուսիսում։ Բացի այդ, բաբելոնյան ամբողջ պատմությունները իմի բերված են Բերոսոսի եռահատոր Բաբելոնիկա աշխատության մեջ, որտեղ եւս ուղղակիորեն, բառացիորեն ասվում է, որ Հայաստանում էին բնակվում աստվածները։ Այս պատմությունը կապված է ջրհեղեղի բաբելոնյան սյուժեի հետ եւ ուղղակիորեն Հայաստանը նշվում է որպես աստվածների վայր, աստվածների բնակության տարածք։ Հետաքրքիր է, որ հայկական լեռնաշխարհը դրախտի հայրենիքն էր եւ ինչպես ասեցինք, բարձր հայքը դիտվում էր որպես աստվածների գերագույն նստարան եւ բարձր հայքը դա վերևն էր, երկինքն էր, հյուսիսում էր։ Հայկական լեռնաշխարհը նաեւ ստորերկրայքի եւ Հակոտնյայի կենտրոնն էր։ Սրա մասին են վկայում Տոր-Քանգեղի վերաբերյալ պահպանված նյութերը, թե դիցալեզվաբանական եւ թե ժողովրդական ավանդազրույցներից, որոնք ակնհայտում են, որ Տորքը եղել է ստորերկրայքի տերը, տիրակալը, եւ նրա տիրույթը, այսինքն Անգեղտունը աղձնիկ գավառը ամբողջությամբ, որը գտնվում էր ներքևում հարավում, դիտվել է իբրև անդրաշխարհի կենտրոն։ Եվ սրանով դժոխքը եւ դրախտը փաստորեն ներառվում են, պարփակվում են դարձյալ հայկական լեռնաշխարհի սահմաններում։
լավ, ուրեմն դուրս հանվեց Ադամը դրախտից, այո, որտեղ նշվում է, թե ինչպես շրջող սուրը եւ քերոբեն պահպանում էին դռները, այսինքն մի արգելք դրվեց դարձյալ վերադարձ դեպի դրախտ։ Բայց պիտի ասեմ, որ Աստվածաշունչը նշում է, թե ինչպես անդադ խոսում էր Ադամը, պատմում էր իր սերունդների դրախտի մասին։ Եվ Աստվածաշնչյան, եւ ընդհանրապես հին աշխարհի բազմաթիվ պատկերացումներում մենք տեսնում ենք, որ մարդը օժտվում է բանականությամբ, սակայն զրկվում է անմահությունից եւ դրանով իսկ միջանկյալ դիրք գրավելով աստվածայինի եւ կենդանականի միջև։ Սակայն դրանով մարդը երբեք չդադարեց հավիտենական կյանքը որոնելուց եւ անմահության որոնման սյուժեն դառնում է մարդկության պատմության մշտական ուղեկիցը։ Եվ նույնիսկ Ենովքը, որ 7-րդն էր Ադամից հետո, այնքան մաքրեց իրեն վերադառնալու դրախտ վերադառնալու ցանկությամբ, որ ուղղակի վերացավ դեպի երկինք։ Այսինքն արդեն երկրային դրախտ գաղափարը փակված Աստծո կողմից մնաց փակված։ Հին Արևելքում անմահություն որոնող հիմնական հերոսը Գիլգամեշն է, հանրահայտ հերոսը, որի մասին մեզ հասել են հին արևելյան բազմաթիվ լեզուներով վիպասկներ, պատումներ, էպոսներ գրի առնված եւ նրանցում Գիլգամեշը փաստորեն իր անմահության որոնման նպատակակետ է դարձնում հայկական լեռնաշխարհը։ Ամենավաղ գրի առնված Գիլգամեշը եւ անմահության երկիրը շումերական վիպասքում ուղղակի նշվում է, որ անմահության երկիր հասնելու համար արևի Աստված նրան տվեց մոգական 7 էակներ, որոնք ցույց էին տալիս ճանապարհը դեպի Արատտա։ Արատտան, ինչպես հայտնի է, հայոց առաջին պետականությունն է, որը հիշատակվում է Քրիստոսից առաջ 28-րդ դարից սկսած։ Ինչու հայ ցեղին, հայ ազգին անմիջականորեն չտրվեց Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու գաղափարը։ Չտրվեց եւ երևի հենց այդ էր ճիշտ, որովհետեւ մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ եթե մի ազգ կամ ցեղ իրեն համարում է ընտրյալ ինչ-որ առումով, նա անպայման ձգտում է տիրել եւ իշխել մյուս ազգերի վրա։ Հայոց ազգին այդ գիտելիքը ամենայն հավանականությամբ տրվել է միջնորդավորված եւ նա իրեն երբեք չի համարել Աստծո ընտրյալ այն ժողովուրդը, որը պետք է իշխի մյուս ազգերի վրա, բայց նա միշտ ունեցել է այն ներքին զգացողությունը, որ ինքը պատասխանատու է շատ այլ ազգերի եւ ժողովուրդների ճակատագրերի համար, ինքը պատասխանատու է երկրագնդում իրադարձությունների զարգացման համար։ Պատահական չէ, որ հայկական լեռնաշխարհում եւ նրա հարակից տարածքներում են շատ տարածված եղել հնուց ի վեր մեռնող եւ հառնող աստվածների մասին պատկերացումները, որոնք հետագայում բերեցին մեռնող եւ հարություն առնող օծյալ Փրկչի Հիսուս Քրիստոսի գաղափարին։ Այսինքն այն գաղափարին, որը աշխարհում արդարադատություն եւ արդարապաշտություն պիտի սահմանի։ Ուրեմն եւ մենք այդ ժամանակաշրջանից հետո պիտի գանք դեպի Նոյի ժամանակները։ Ժամանակ, երբ արդեն մարդկային ցեղը իրոք Կայենի սերնդի հետ արդեն խառնվել էր Սեթի ցեղը եւ չարիքը սկսում էր զարգանալ։ Եվ ահա այդ ջրեղը եկավ, եւ մենք գիտենք, թե ինչպես 40 օրեր լողաց նավը եւ այն հանգրվանեց Արարատ լեռան վրա։ Երբ նայում ենք Եղիշեի Արարածոց մեկնությունը 5-րդ դար եւ նայում ենք նաեւ Տաթևացու գրքերը, Նոյի ընդհանրապես վերաբերյալ այնտեղ որոշակի նշումներ են անում մեր հայրերը, որ ոմանք ասում են կորտված լեռներում կան արարատյան լեռներ, բայց դա ճիշտ չէ, այլ Նոյի տապանը իջել է Հայաստանի արարատյան լեռան վրա, բարձր մասիսի վրա։ Պիտի ասեմ, որ ընդամենը վերջերս անցյալ տարի իտալացիները էքսպեդիցիա կատարեցին, այսինքն գնացին Արարատ եւ ամենահաստ շերտը անգամ հավերժական սառատության, որ հալվել էր, նրանք նկարել էին եւ ունեին իրենց մոտ ուրեմն Նոյան տապանի
պատկերը հենց Արարատ լեռան վրա։